Զարմանալին ու առեղծվածայինը հաճախ հենց մեր կողքին է։ Պետք է միայն նկատել ու գնահատել այն։ Օրինակ, մեր քաղաքների փողոցներում ու պուրակներում կարելի է հանդիպել բազմահազարամյա պատմություն ունեցող հսկայական քարարձանների։ Ինչ են դրանք եւ ինչ դեր են ունեցել հայերի անցյալում։ Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը հյուսել է առասպելներ ու հեքիաթներ լեռներում ապրող խորհրդավոր էակների, վիշապների մասին։ Հեքիաթներում նրանք աղբյուրների տիրակալներ էին։ Նրանց տակ թաքնված էին գանձեր։ Վիշապներն էլ մեկ բարի ու իմաստուն էին, մեկ չար ու սարսափելի։ Բայց որտեղից են ծնվել այդ հեքիաթները։ Նրանց հիմքում հայ ժողովրդի իրական պատմությունն ու դիցաբանությունն է։ Հազարամյակներ առաջ մեր նախնիները լեռներում տեղադրում էին ուղղաձիգ քարարձաններ, որոնց անվանել են վիշապներ կամ վիշապաքարեր։ Ասելով վիշապ, մենք այսօր պատկերացնում ենք հսկայական թևավոր հրեշ կամ այլ ոչ բարի էակ։ Բայց հնում վիշապ բառը հայերենում սարսափելի բան չէր, այլ ընդամենը նշանակում էր մեծ, հսկա։ Մենք ինչպես հնում, այնպես էլ այսօր կետին անվանում ենք վիշապ ձուկ, իսկ պտտահողմին վիշապ քամի։ Իսկ որն էր այդ մեծ մինչև 5 մետր բարձրություն ունեցող առեղծվածային արձանների իրական նշանակությունը։ Պարզվում է, որ վիշապաքարերը իրոք կանգնեցվել են աղբյուրների ու լճերի մոտ, առուների ու ջրանցքների ակունքներում և նվիրված են եղել հայերի մայր աստվածությանը, որը կապված էր ջրի հետ և որի խորհրդանիշը ձուկն էր։ Լեռներում կանգնեցված ձկնակերտ վիշապաքարերը մեր նախնիների համար իսկական սրբավայրեր էին։ Այդտեղ տոնական օրերին հատուկ ծիսակատարություններ էին կազմակերպվում։ Իսկ երաշտի ժամանակ մարդիկ ուխտագնացություն էին կատարում դեպի այդ սրբավայրերը, ջուր և բերքառատություն խնդրելով աստվածներից և զոհ մատուցելով նրանց։ Սրբազան կենդանին, որին զոհաբերում էին աստվածներին, հին ժամանակներում գրեթե բոլոր ժողովուրդների մոտ ցուլն էր։ Վիշապաքարերի վրա միշտ պատկերվել են հենց զոհաբերված ցլի գլուխն ու մորթին։ Այս քարարձանները նմանը չունեն աշխարհում և տարածված են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Սրբազան քարե սյուների ավանդույթը դարերի ընթացքում բազմիցս ձևափոխվել է և մեզ է հասել արդեն խաչքարերի տեսքով։ Սակայն վիշապաքարերը չանհետացան, նրանք այսօր էլ մեր կողքին են։ Ճիշտ է, մենք նրանցից այլևս չենք խնդրում ջուր ու բերք պարգևել, բայց վիշապաքարերը հիշեցնում են մեզ, թե որքան առեղծվածային է հայ ժողովրդի պատմությունը և որքան գաղտնիքներ դեռ սպասում են իրենց բացահայտմանը։